Գևորգ Ստեփանյանի հետ։ Գևորգ այսօր սկսում է քայլերթը, ընտրություններին մնացել է ընդամենը 3 օր, ինչ ակնկալիքներ ունեք։ Այս պահին Արա Մանուկյան արձանի դիմաց հավաքվելու է Երևան քաղաքի մեր աջակիցները, որտեղից մենք Երևան քաղաքի աջակիցներով քայլերթով գնալու ենք դեպի Ազատության պողոտա եւ դիմավորենք մեր ընդհանուր բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Միակ ակնկալիքը նա է, որ 2 օրից հունիսի 7-ին մեծ մասնակցություն լինի Հայաստանի Հանրապետության մեր բնակիչները տաներից դուրս գան, մասնակցեն ընտրություններին եւ վերջնականապես վերջտանք այս Հայաստանի Հանրապետության տարբեր արհավիրքներ Հայաստանի Հանրապետության գլխին բերած փոքրիկ խմբակի գործունեությանը այդ ամեն ինչի պատասխանը հունիսի 7-ին ես վստահ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տալու է միանշանակ։ Այս ընթացքում ձեր կուսակցության անդամների նկատմամբ տարբեր ճնշումներ են եղել, այդ թվում կալանավորումներ, դեռ 3 օր կա ընտրությանը, ինչ եք կարծում, դրանք կշարունակվեն եւ ձեր թիմը պատրաստ է, եթե շարունակվի դրանք։ Նախ հիշեցնեմ, որ առաջի ապօրինի շինծու գործը կարվել է Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի վրա։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ մեկ միասնական ցուցակով է մասնակցում ընտրություններին, շինծու գործերը շարունակվում են, պարոն Թևանյանի վրա շինծու գործ է սարքված, որը վերջ է տալու եւ մեր ժողովուրդը տեսնելու է, որ հերթական գործն են կարել։ Միանշանակ ճնշումները, այս վարչական ռեսուրսը ամեն ինչ օգտագործվելու է։ Իհարկե, եթե դուք տեսնեք այս վիճակը, քայլերթին ավելի լավ բարձ կլինի, որ ոչ մեկին չեն կարող վախեցնել, մինչև ուր։ Միակ վախեցնելու, միակ իրենց, որ կարող են լավ դրական արդյունքի հասնել, ես կարող եմ քաղաքացիական պայմանագիր խորհուրդ տալ, կալանավորեք Հայաստանի Հանրապետության բնակչության բոլորին։ Թողեք միայն ԿՊ-ին։ Իշխանությունը բարբերաբար թիրախավորում են դիմադիրներին, շպիոններ, գործակալներ եւ այլն, ասում են դուք իմանալով եք այդ ամեն ինչին դիմել ու հենց Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ էլ ասում են, որ միանշանակ գործակալ են, դուք ինչպես եք արձագանքում։ Թուրքի պահած իշխանությունները իրավունք չունեն մարդկանց շպիոն անվանել։ Ում են շպիոն ասում։ Թևանյանին ասում են Վանաձորում ամբողջ աշխարհի դիմաց դուրս է գալի հայտարարություն անում ժամանակավոր կառավարության ղեկավար, ասում է շպիոն են գտե, պարոն Թևանյանի հետ 2-3 օր իրար հետ քարոզություն ենք անում, վերջը չդիմացավ այդ մարդը, գնացինք ասենք, եթե բանկա եկեք տարեք, խայտարակ եք եղել։ Իրանցից լավ շպիոն գոյություն չունի։ Դառնալով քարոզարշավին, այս անցնող օրերը ինչպիսին էին, ինչի մասին էին ու կհաջողվի ձեզ ամեն դեպքում միանձնյա իշխանություն ձևավորել թե ոչ։ Միանձնյա կլինի թե կոալիցիոն կլինի, դա որոշելու է միայն քաղաքացի քվեն է որոշելու ովքեր են ստանձնելու իշխանությունը, իսկ ինչ վերաբերում է մեր քարոզությանը, ես վստահեցնում եմ 12 վարչական շրջաններում ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ ենք եղել, մեր բնակչության արձագանքը առաջարկ Հայաստանի 10 ծրագրերին միայն դրական է եղել, որովհետև այնտեղ առաջարկում ենք հենց բուն Երևանի հետ կապված, այս թալանչիները, որ խաբելով եկան իշխանություն, գույքահարկը, աղբահանությունը, տեղական տուրքերը, ապօրինի կարմիր գծերի թանկացումը, որ դատարանը ոչ իրավաչափ ճանաչել, էդ էլ ենք վերացնելու, մենք խոսք ենք տալի իշխանություն ստանձնելու պարագայում, առաջին իսկ նիստի պարագայում բոլորս թանկացումները պետք է չեղարկվի, որովհետև Երևանցին էլ տեղ չունի, Երևանցին ոնց որ ժողովուրդն է ասում բակերում, դարել ենք այն Եվրոպայի ամենաթանկ երկրներից թանկ տեղ, ասում է, աջուձախ մենակ կլպում են մեզ։ Ծառուկյանը հրաժարվեց մեծ բանավեճին մասնակցելուց, ինչով էր պայմանավորված այդ որոշումը։ Նախ պայմանավորված է հենց առաջնային, որ այսօր մեր մեծ հանրահավաքն է, ամփոփիչ, եւ երկրորդ էլ ում հետ ինչ գնաք բանավիճեք։ Մի մարդու հետ, որ միայն ինքը ճղճղում ու գոռում է մարդու վրա, ու մտնում է մարդու անձնական ընտանիք, այն քաղաքական գործիչը, որ պետք է քաղաքականությունը թողնի եւ մտի մարդու անձնական ընտանիք սկսի վիրավորել, այնտեղ քաղաքական գործիչ չկա, այնտեղ փոքրիկ լաչառ է։